Շնորհակալ եմ շատ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Արդեն 13-րդ անգամ եմ Ազգային ժողովում մասնակցում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին, 6 անգամ մասնակցել եմ որպես պատգամավոր եւ ահա 7-րդ անգամ մասնակցում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ բոլոր այդ քննարկումներում այս կամ այն չափով ընդգծել եմ, որ պետական բյուջեն ոչ այնքան հաշվապահություն կամ թվաբանություն է, որքան բովանդակություն եւ կարևորագույն խնդիր եմ համարում բյուջեի էության, այս էության ըմբռնումը ոչ միայն կառավարության անդամների եւ ազգային ժողովի պատգամավորների, այլև ողջ հանրության համար։ Բյուջեն նաև թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ Ու կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել եւ դարձնել բովանդակային տեքստ եւ բովանդակային տեքստերը կարողանանք արտահայտել թվային ձևով։ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ մենք բոլորս մեր աշխատանքով այսքան գումար ենք տվել, բերել, փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է։ Այս թիվը արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Վարչապետ, կառավարություն, ազգային ժողով, կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև քաղաքացիներ, խոսքը բոլոր առանց բացառության բոլոր քաղաքացիների մասին է։ 2024 թվականին նրանց մի մասը չի աշխատել, մյուս մասը աշխատել է։ Իդեպ ասեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել։ 2024 թվականի նոյեմբերին գրանցվել է 782832 աշխատատեղ, որը 192613-ով կամ 32%-ով ավել է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից։ Այս տարվա ապրիլին, սակայն, արդեն գրանցվել է աշխատավարձերով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 783547, որը 2018 թվականի ապրիլի նկատմամբ ավել է 242119-ով կամ 44.7%-ով։ Այսինքն այս պահին արդեն լիարժեք ամփոփված մեր վերջին տվյալն է սա։ Մայիսի տվյալները դեռ ամփոփված չեն։ Այսինքն 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242119 աշխատատեղ։ Ընդ որում աշխատավարձով ապահովված եւ կարեւոր եմ համարում ասել, որ ես գիտեմ, որ շատ հաճախ լինում է հոռետեսություն վիճակագրությունների վերաբերյալ, բայց այս վիճակագրությունը ավելի քան վստահելի է, ինչու, որովհետեւ այս աշխատատեղերը կոնկրետ մարդկանցով, անուն ազգանուններով, վճարված աշխատավարձերով եւ աշխատավարձի դիմաց վճարված եկամտային հարկով ապացուցելի է, այսինքն այս մի թիվը, որը չի կարող ընդհանրապես որևէ առարկության տրվել։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173996 դրամ։ 2025 թվականի ապրիլին 304992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130000 դրամ կամ 75%։ 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կուտակային գնաճը կազմել է 25%։ Սա թերևս հարցի պատասխանն է, կամ կարող է մեզ օգնել պատասխանել հարցին, թե մարդիկ, որտեվ մամուլում, սոցիալական ցանցերում, քաղաքական հարթակներում այս հարցը հնչում է, թե մարդիկ այսօր ավելի լավ են ապրում, թե ավելի վատ 2018 թվականի համեմատ։
այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Այսինքն իրենց ապրածի կեսի չափով, եթե պատկերավոր նկարագրենք, ավելի լավ են ապրում։ Սա իհարկե չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից։ Նախ այս ասածս վերաբերվում է աշխատող մարդկանց, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ մենք մեծ տեսանելի աշխատող մարդկանց թիվը էականորեն ավելացել է։ Երկրորդն էլ մարդիկ ինչու կարող են գոհ չլինել իրենց կյանքից։ Մի շատ պարզ, հասկանալի եւ լեգիտիմ պատճառով, որովհետեւ մարդիկ ուզում են ավելի լավ ապրել եւ ուզում են ավելի լավ ապրել ինչու, որովհետեւ տեսնում են, այսօրվա Հայաստանում տեսնում են, որ ավելի լավ ապրելը հնարավոր է։ Ավելի լավ ապրելը հնարավոր է, այսինքն էս էլ է շատ կարևոր հանգամանք, որովհետև մարդիկ կարող են տեսնել, որ ավելի լավ ապրելը հնարավոր չի, համաձայն այն ասացվածքի, որ մի քիչ էլ կվատանա ու տենց էլ կմնա։ Փաստորեն հիմա այս տրամաբանությունը որոշակի փոփոխություն է կրել, մարդիկ չեն ուզում, որ մի քիչ վատանա ու տենց մնա, այս մեր թվաբանությունը ապացուցելու ցույց է տալիս, որ լավացել է, բայց եւ քաղաքացիները եւ կառավարությունը եւ ազգային ժողովի մեծամասնությունը առավել եւս լեգիտիմ կերպով համարում են, որ այնքան չի լավացել, որ մենք գոհ լինենք այդ լավացման աստիճանից։ Եվ հետեւաբար մեր խնդիրը ոչ միայն այս թվաբանության աճը ապահովելն է, այլև գոհունակություն ապահովելն է, որը շատ մասշտաբային խնդիր է, որին ավելի ուշ կանդրադառնամ։ Բայց ուզում եմ ընդգծել նաև մի փոքր առաջ անցնելով, որ այդ գոհունակության ընկալումը շատ ուղիղ կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների հետ։ Այսինքն ապրելուց կյանքից գոհ լինելը կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների եւ պետական բյուջեի հետ։